Երբ այս վիդեոն տեսա, միանգամից աչքիս առաջ եկավ ազգային ժողովում Նիկոլի խոսքերը 2020 թվականի պատերազմից առաջ։ Եկեք պայմանավորվենք, որ ինչ լինի չլինի, մենք մեզ պարտված չենք զգա։ Խնդրեմ, մի մարդ, որ իրան պարտված չի զգում, հելե կայֆավատա լինում։ Հիմա որ հարցնես, ասես այ Նիկոլ, այ ոչ բարով երկրի ղեկավար, այդ ինչի համար ես հելել տենց ուրախանում ապարում, ինչ ասելով, կասի ոնց, ես այս ամեն ինչը բերեցի, որ խաղաղություն լինի, ցորեն կա, բենզին կա, վերջ, ուրախացեք, ձեր երազանքը կատարվեց։ Համեմատում եմ Ալիևին Նիկոլի հետ։ Ալիևը, որ որպես ղեկավար, այդքան չի ուրախանում իր ձեռքբերումների վրա ու այն ձեռքբերումներ, որ հələ պետքա լինի, ինչքան Նիկոլն է ուրախանում։ Չես ջոկում, ում համար ուրախանում, իր համար, թե իր հայրենակից Ալիևի համար։ Ու ամբողջ աշխարհին էլ ցույց է տալիս, որ տեսեք ամեն ինչ լավ է հայրի մոտ, հայր ուրախանում, ցնծում, միր, լյուբով իր ժվաչկա։ Ասում է ամեն ամիս գնացել դհոլ ապարապել, որ կարողանա sense լավ նվագի։ Մտածում եմ, ասում, արա, փաստորեն Նիկոլը ժամանակ էլ ուներ հələ մի հատ էլ դհոլի է գնացել։ Ես որ ծրագիր եմ պատրաստում, շատ ժամանակ ինձ հերիք չի անում ժամանակ, որ ես գնամ թրաշվեմ, ծրագիր եմ պատրաստում։ Ու շատ ժամանակ ես եթեր եմ դուրս գալիս թրաշով ներողություն խնդրելով, ասում կներեք ժամանակ չի եղել, որ գնամ թրաշվեմ, ձեզ համար լավ ծրագիր եմ պատրաստել։ Բայց նայում ես Նիկոլը համ դհոլ է խփում, համ սրտիկներ է բաց թողում, համ լևի է գնում, համ հեծանիվ է քշում, համ ամբողջ աշխարհով մեկ է պատտվում, հələ ժամանակ էլ հերիք անում, կիրակի օրերն էլ գնում է պատարակ պղծելու, սև ու սպիտակ բաժանելու։ Որ քո երկրի ղեկավարը էս լինի, բա աշխատողներից ինչ սպասես։ Դրա համար էլ սաղի տանձին է, թե թուրք եկել մեր երկրում, որտեղ է նստել, ինչ է ուզում, հələ իրանց համար կայֆավատ են անում։ Խնդրեմ, Նիկոլի հերոստալիքը, Նիկոլի լրագրողը, Նիկոլի զոմբին։ Լրագրողը զոմբից հարցնում է, ասում է ինչ անենք, որ վեհապարը հրաժարական տա։ Զոմբին էլ իր ուղեղի սահմանների չափով պատասխանում է, ասում է եկեք քարով խփենք վեհապարի գլխին, դա ամենաճիշտ ճանապարհն է։ Հիմա Նիկոլը տեսեք ինչա քարոզում, սա Նիկոլի միսիան։ Ինչ կարա Նիկոլը քարոզի բաժանելով սև ու սպիտակի պարակտում մտցնելով ժողովրդի մեջ։ Նիկոլ, որ մեկը քո պահով ասել, եկեք տան գլխին, որ ազատվենք իրանից։ Դու ինչ կանեիր, հաշտատ կճղճղայր, դատավորին ցուցմունքներ կտայր, 2 տարով էլ կնստացնեիր, չէ՞։ Բա հիմա նույնը մենք քո հանդեպ չանենք, դատի չտանք, որ sense բան ես քարոզում։